Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը եւ ռազմավարական նպատակները, ծրագրի կառավարման նկարագիրը, կլաստերների ընդհանուր մոդելն ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները, տարածքի զարգացման սկզբունքները։ Անդրադարձ է կատարվում նաեւ ռիսկերի կառավարման եւ կայունության վերաբերյալ։ Մասնավորապես մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը եւ այն ներկայացվել է նաեւ մեր օրենսդրության համապատասխան համալիր փորձաքննության եւ հաստատման։ Մշակվել է նաեւ էլի գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպության կողմից ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման եւ այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ։ Իտալական սիստեմատիկա կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի եւ շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը։ Այս նախագծի ընդունումը կնպաստի ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ընթացքի առավել թափանցիկությանը, կապահովի հիմնադրամի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումն ու կխթանի ակադեմիական քաղաք ծրագրի բնույթի մասին հանրության համակարգված իրազեկումը։ Բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027 թվականից հետևյալ աշխատանքների իրականացմամբ առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քառակուսի մետր, ավելի քան 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Ֆինանսների նախարարի ներկայացրած նախագծով էլ առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող, չհարկվող եկամուտների տեսակներն ու շեմերը։ Մասնավորապես հայտարարագրման ենթակա չեն լինի ստացվող վարկերի գումարները, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, Հայաստանի ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների եւ մարզիչների մրցանակները, նաեւ պետական պարգևները, գործատուների կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10,000 դրամի չափով, մրցույթներում ստացվող դրամական եւ իրային մրցանակների արժեքները յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50,000 դրամը չգերազանցող չափով, նաեւ ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն։ Այս տարվանից սկսած թոշակառուները եւս պետք է հայտարարագիր լրացնեն։ Սա շարունակությունն է այն փոփոխությունների, պարոն Գրիգորյան, որ մենք բախվել ենք անցած տարվա ընթացքում եւ մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել, հնարավորինս հայտարարագրերի լրացման ընթացքը դարձնել ինքնաշխատ։ Իհարկե հասկանում ենք նաեւ, որ սա որոշակիորեն մեր տեղեկատվություն ստանալու հնարավորությունները սահմանափակում է, բայց մենք կարծել ենք, որ այս փուլում մեր քաղաքացիների հարմարավետությունը եւ պարզությունը, որովհետեւ մենք այս համակարգի ներդրման սկզբնական փուլում ենք դեռ, առավել կարևոր է, քան այն երկարաժամկետ նպատակները, որ մենք մեր առաջ դրել ենք։ Հաջորդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակների եւ պետական նպաստների բացառապես անկանխիկ եղանակով վճարման անցնելու հանգամանքով։ Նախատեսում ենք սուրանդակային առաքման եղանակը կամ սուրանդակային ծառայության կամ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք որ այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրաված լինել, ամեն ինչը նկարագրված է, կան որոշակի էլի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի, ինչպես նշեցի, իրոք որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու
իրավունքից։ Մեկ այլ նախագծով կարգավորվում են ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա ռիսկերը այն տրամաբանությամբ, որ գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները։ Տրանսպորտային միջոցը նույնականացվի տեսաձայնագրության մեջ, ինչպես նաև process-ը, որ կարգով նկարագրված է, թե վկայագրումը ինչպես պետք է իրականացվի, այդ ամբողջ process-ը պետք է տեսաձայնագրվի եւ հասանելի լինի այդ տեսաձայնագրություններում։ Այսինքն, երբ որ մենք կամ տեսչական մարմինը պահանջի այդ տեսաձայնագրությունները, դրա բացակայությունը արդեն իսկ համարվելու է, որ այդ տեսաձայնագրությունը թերի է եւ համարվելու է, որ այն չկա ուղղակի այս իմաստով։ Դրա բացակայությունը կամ դրանում մեքենայի պետհամարանիշի բացակայությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։